Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ըստեյությանն է, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Արմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասարյանին։ Բարև ձեզ Տիկին Մանասարյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Տիկին Մանասարյան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները աշխատավարձի բարձրացման, պայմանների բարելավման համար 11 օր շուրջ գործադուլ արեցին, քանի որ գործադուլն ինքնին օրինական գործընթաց է, նախ հասկանանք իրավունք ուներ կոմբինատի ղեկավարությունը դրա պատճառով աշխատանքից ազատել որոշ աշխատակիցների։ Նախ շնորհակալ եմ, որ թեմային կրկին ու կրկին անդրադառնում ենք, որովհետև կարևոր է, որ մեզանում անընդհատ խոսվի գործադուլի իրավունքի իրացման, ինչպես նաև ընդհանրապես աշխատանքային իրավունքների իրացման մասին, եւ ինչ վերաբերում է տվյալ պարագայում աշխատողների ազատմանը, ապա ասեմ, որ գործադուլին մասնակցության հիմքով չէ, որ աշխատողներին ազատել են, այլ աշխատողներին ազատել են ավելի շատ վնաս պատճառելու հիմքով Եվ այս ապարագայում, այս պահին էլ իհարկե աշխատողները դիմել են դատարան, դատական կարգով իրենց իրավունքները վերականգնելու համար Հայաստանի Արմիությունների կոնֆեդերացիան այս մասով նրանց իհարկե մշտապես աջակցում է։ Դրա համար կարևոր է, որ այստեղ մենք ավելի շատ խոսենք իրավունքի իրացման մասին ու դրա հետևանքների մասին, որովհետև գործադուլը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված իրավունք է, գործադուլը աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով սահմանված հիմնարար իրավունք է միավորման ազատության, գործադուլը մեր սահմանադրական իրավունքն է եւ ի վերջո գործադուլը սահմանված է նաեւ աշխատանքային օրենսդրությամբ եւ եթե թվածս իրավական ակտերում գործադուլը որպես մարդու իրավունքի հիմնարար իրավունք է որպես նախատեսված, ապա աշխատանքային օրենսգրքում սահմանված են գործադուլի իրացման, դրա կազմակերպման, այս իրավունքի իրացման ուղիները, ճանապարհները, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պարագայում մեղմ ասած խոչընդոտներով լի են։ 8 աշխատակից են հեռացվել, որոնցից մեկի հետ մենք զրույց ունեցանք եւ նա նշեց, որ ենթադրում է, որ ակտիվության համար է ավելի շատ ակտիվ լինելու համար են 4-ը հեռացվել, սակայն նշեց, որ մնացած 4-ը հեռացված ոչ այդքան ակտիվ են եղել, ոչ համակարգող խորհրդի մեջ են եղել եւ նշեց, որ այսպես վստահ է, որ անձնական ինչ որ վրեժխնդրության համար են հեռացվել։ Սա արդյոք բավարար հիմք չէ նրանց աշխատանքի աշխատանքային իրավունքը վերականգնելու համար։ Այ հենց դրա համար էլ դատական պաշտպանության միջոցներին ենք դիմել, որովհետեւ այո, իրապես եթե նրանց մի մասը իրոք գործադուլը կազմակերպում էին, հիմնականում ակտիվություն էին ապահովում եւ իրենք էին հիմնականում ուղղորդում ամեն ինչ այդ 10 օրվա ընթացքում, ապա մի մասը այդ աշխատողների բացարձակապես այդ բոլորի հետ կապ չուներ, ուղղակի ոնց բոլորը 2000-ից ավել մարդիկ չէին գնում աշխատանքի, այնպես էլ իրենք չէին գնում աշխատանքի եւ ես նրանցից մի քանիսի հետ զրույցի ընթացքում իհարկե նրանք իրենք էլ ասում էին, որ կան որոշակի այլ անձնական խնդիրներ, որի պատճառով էլ նրանց հետ լուծվել է աշխատանքային պայմանագիր, այսինքն ուղղակի առիթը օգտագործվեց։ Ինչպես իհարկե ասում են ինձ հենց իրենք, հենց այդ աշխատողները։ Պարզ է, որ հրամանի մեջ, ազատման հրամանի մեջ նման ձևով ձևակերպում չկա, հիմքը աշխատանքային օրենսգրքից է վերցված, բայց այդ հիմքը շատ պետք է շատ արագ եւ այսպես ասած խորը վիճարկել դատական համակարգում, որովհետեւ կոնկրետ նրանցից մեկը հաստատ բացարձակ այս ամեն ինչի հետ կապ չուներ, ուղղակի աշխատանքի մարդը չէր գնացել, որտեվ ու կանգնել էր այնտեղ, այնպես ինչպես 2500 մարդ էր կանգնել։ Բայց ինչ պատճառներով մարզը գիտեք ինչպիսին է, բոլորն իրար ճանաչում են, մեկի եղբայրն է խեթ նայել են, մյուսի քույրն է ինչ որ մի բան ասել եւ այլն, եւ այստեղ ուղղակի նաեւ անձնական հաշվեհարդարի նման մի բան էլ կա որոշ մարդկանց նկատմամբ, ինչպես իրենք հենց աշխատողները իրենք են ասում, որովհետեւ հենց այս պատճառով է, որ դատարան են դիմել հաշվի առնելով, որ այդպես էր 2500-ի հետ լուծվել, բոլորն էլ մասնակցել էին այդ գործադուլին։
Ձեր խոսքում նշեցիք արդեն, որ հեռացված աշխատակիցները դատարան են դիմել, հա, ապօրինի ճանաչելու համար այդ որոշումը, եւ կոմբինատի ղեկավարությունն էլ նրանց դեմ է հայց տվել, որ գործադուլի ընթացքում կոմբինատին հասված վնասը պետք է փոխհատուցեն այդ 8 հեռացված աշխատակիցները, շուրջ, այսպես կլորացնենք թիվը 5 միլիարդ դրամ է կազմում, դա որքանով այս հայցադիմումն ու պահանջը օրինական։ Գիտեք ինչ, դրա օրինականությունն իհարկե կորոշի դատարանը, չեմ ուզում դրա օրինականությունը հիմա քննարկենք, որովհետև գուցե մենք ասում ենք, որ օրինական չէ եւ բնական է պիտի այդ հայցադիմումի դեմ պատասխանել եւ գնալ առաջ, բայց մյուս կողմից եթե գործատուն նման հայց է ներկայացրել, գուցե ինքն էլ իր հիմնավորումները դրա տակ դրել է, բայց ես շատ կուզենայի իմանալ արդյոք այս մարդկանց, այս 8 հոգու աշխատանքային գործունեության ընթացքում 8 հոգին միասին վերցրած նրանք կյանքում, ասենք 4.5 կամ մոտավորապես 5 միլիարդ դրամ աշխատավարձ ստացել էին այդ կոմբինատից, որ հիմա էլ իրենցից հետ են ուզում։ Սա շատ իրապես նաև այդտեղ, չգիտեմ, զավեշտալի է նման ինչ որ բեռ դնել մարդկանց ուսերին, քաչ գիտակցելով, որ միևնույն է դա չի լինելու։ Այսինքն այստեղ մի ուրիշ բան կա, այսինքն որն է սրա ենթատեքստը։ Ինչ ենք մենք սրանով ուզում ասել, այսինքն ինչ է ուզում ասել գործատուն սրանով, ուզում է ասել այ մնացած, չգիտեմ, աշխատողներ նայեք, եթե դուք էլ ինչ-որ մի օր բողոքեք կամ ինչ-որ մի բան ասեք կամ շարունակեք այդ բողոքի ալիքը, այսպիսի պահանջներ նաև ձեզ կներկայացվեն, ներկայացրեք, սա այդ գործադուլի իրավունքի իրացումը կամ ընդհանրապես աշխատանքային իրավունքների մասին խոսելը չի կարող նման հաշվեհարդարների տեղիք տալ, եւ ի վերջո այդ աշխատողներն էին, որը իրենց համար բարիք են ստեղծում եւ իրանք ունենում են այդ 4 միլիարդը օրինակ։ Այսինքն այստեղ պետք է մի քիչ ավելի խորը նայել ու հեռուն, որովհետև պարզ է, որ այդ 4 միլիարդը դրանցից որևէ մեկը չի կարողանալու տալ կամ 8-ն էլ միասին չեն կարողանալու տալ այդ դրա մասին նույնիսկ ասենք ավելորդ է խոսել, որովհետև որևէ մեկը այդքան գումար չի ունենալու, նույնիսկ եթե իրենք գույք ունեն, այն ինչ որ հիմա ասենք գույքի վրա կալանք է դրված եւ այլն կամ արգելանք է դրված, միևնույն է այդ գույքն էլ այդքան գումար չի լինելու։ Այս դեպքում իմաստը սա պարզապես մարդկանց վախեցնելու փորձ է, կարծում եմ, որովհետև նախ ասեմ, որ երբ բանակցություններ էին ընթանում այդ գործադուլի հանգուցալուծման կամ իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ, ես կարծում բոլորս էլ հիշում ենք այն տեսահոլովակը կամ տեսաձայնագրությունը, որը կոմբինատի ղեկավարությունը ձայնագրել էր եւ հենց գիշերը փետրվարի 8-ի լույսի 9-ի, կարծեմ թե 9-ի լույս 10-ի գիշերը դրվեց, դա համացանցում եւ լայն տարածում ունեցավ եւ այլն, հենց այնտեղ էր, որ ասվում էր, որ հաշվեհարդարներ չեն լինի, խտրական վերաբերմունք չի լինի եւ այլն եւ այլն։ Եվ իրենք կպաշտպանեն իրենց աշխատողներին եւ այլն, հա։ Այդ ժամանակ արդեն այս 8 հոգուն ազատել էին աշխատանքից։ Եթե խոսքը գնում է նրա մասին, որ իրենք իրենց աշխատողների մասն են խոսում, բայց այդ դեպքում հաշվեհարդարը այս մարդկանց հետ են դրվում։ Եվ հատկապես այստեղ նաև ինչ որ բարոյական բան էլ կա, որտեղ այս մարդիկ ավելի շատ խոսում էին այլոց իրավունքների մասին, քան իրենց։ Հատկացած այդ գոնե N4-ը ակտիվ 4-ի մասին է խոսքս, ովքեր խոսում էին իրավունքների մասին, ովքեր խոսում էին այդտեղ աշխատող հավաքարարի մասին եւ այլն, իրենք չէին, չէ, այդ աշխատողը։ Սա կոլեկտիվ աշխատանքային իրավահարաբերությունների մասին բարձրաձայնելու, ես կարծում եմ հաջողված փորձ էր, որովհետեւ մեզանում նման բան երբեք չէր եղել եւ ես շնորհակալ եմ այս մարդկանց իրենց քաջության համար եւ իրենց նվիրվածության համար, որոնք անկախ ամեն ինչից, չնայելով որևէ բան, անձնազոհաբար արեցին դա։ Եվ կարծում եմ, որ եթե մենք ընդհանրապես խոսում ենք աշխատանքային իրավունքների մասին, մենք պիտի այսպես գնանք առաջ։ Ես չեմ ասում ամեն օր գործադուլ անենք, քավլիցի, ես նման կոչեր չեմ էլ անում, երբեք։ Ես ավելի շատ որպես կոնֆեդերացիայի նախագահ հորդորում եմ մարդկանց խնդիրները լուծել սեղանի շուրջ, սոցիալական գործընկերության շրջանակներում եւ երկխոսության միջոցով, բայց գործադուլը եթե
կա այս իրավունքը եւ ինքը ծայրահեղ քայլ է, պետք է ծայրահեղության դեպքում դիմել նաեւ դրան, այո, ինչու ոչ։ Եվ սա փաստորեն սրան էր վերաբերում, այսինքն ծայրահեղության էր հասել, աշխատողների ձայնը բացարձակապես լսելի չէր լինում, եւ դա էր պատճառը, որ այս մարդիկ ուղղակի կանգնեցին եւ խոսեցին իրենց իրավունքների մասին, իրենց առողջության մասին, իրենց անվտանգության մասին, որը շատ կարեւոր էր այս առումով։ Եվ ես կարծում եմ, որ այս այն դեպքներ, որ ընդհակառակը մենք շատ պիտի օգնեինք այս մարդկանց։ Պարզ է դե գործատուի դիրքորոշումը նորմալ է, այսպես էլ պիտի լիներ, բայց կարծում եմ, որ հայցապահանջը պիտի տրամաբանական լինի, եթե նույնիսկ կա այդ հայցապահանջը։ Թեպետ ես կարծում եմ, որ այս պարագայում նույնիսկ դա պիտի չլիներ, որովհետև իրենք էլ շատ լավ խոսեցին դրա մասին, գործատուի կողմն էլ հրապարակային, ես խոսում եմ միայն այն մասին, ինչ հրապարակային է եղել, այլ ոչ թե այն ինչ որ եղել է մեր բանակցությունների ընթացքում, իրենք էլ խոսեցին դրա մասին, որ այո, կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ Այսինքն, եթե դուք գտնում եք, որ կային այդ խնդիրները եւ անվտանգության, եւ փոշու վերաբերյալ, եւ օդի աղտոտվածության, ամեն ինչի մասով խնդիր կար, եւ որ արձանագրվեց եւ իրենք էլ չեն ասել, որ բացարձակապես իդեալական վիճակ է, ինչու եք բողոքում։ Այս բոլորով հանդերձ հետո նորից հակընդդեմ հայց տալ մարդկանց կամ հայցադիում ներկայացնել մարդկանց վնասի փոխհատուցման համար այն էլ մոտավորապես 5 միլիարդ դրամի չափով, կարծում եմ անտրամաբանական է ուղղակի, բայց ամեն դեպքում դատանում դրա այդ հայցապահանջի ուրեմն մասով քննություն կլինի իհարկե, որտեղ աշխատողները բնական է անմասն չեն մնա եւ իրենք էլ որպես պատասխանող դրա դեմ դատարանում հանդես կգան։ Քանի որ աշխատակիցները արդեն դուք եք ձեր խոսքում նշեցիք, ես էլ ասացի, որ տարական պայմանների համար էին նաև գործադուլանում, հենց այդ խոսքը փոշու մասին է, որ օթորակից չկար նույնիսկ ինչ օրինակ ՄԻՊ-ի մասին, փաստացի խախտվել է մարդկանց իրավունքները, ինչի ՄԻՊ-ի կողմից այսպես համարժեք պատշաճ արձագանք չեղավ այս մասով։ Կարծում ես հարցը ՄԻՊ-ին պիտի տալ, որովհետև կարծում այդ օրերին նաև ՄԻՊ-ը ներկայացուցիչներ ուներ կոմբինատի տարածքում։ Ես հիշում եմ այո, որ որոշակի ինչ որ հայտարարություն եղավ ՄԻՊ-ի կողմից, բայց չեմ կարող ասել ինչու այն հայտարարությունը կամ այն գնահատականը չի եղել ՄԻՊ-ի կողմից, ինչին սպասում էիք, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ այս այն դեպքներ, որ պետք էր ավելի լայն հանրային հնչեղություն ունենար, այո, որովհետև մենք խոսում ենք 4000-ից ավելի աշխատողի մասին, որոնք ամեն օր այդ օդը շնչում էին, այդ փոշու մասով, հա, կոնկրետ ասենք օթորակիչների մասով կամ չգիտեմ օդափոխության մասով եւ այլն, եւ ընդհանրապես մարդիկ դրա մասով էին բողոքում եւ ասում էին, որ պետք է լինի սոցիալական արդարություն աշխատավարձերի բաշխման մասով, ինչը նրանց համար էլի կարեւոր էր եւ հենց այն մարդիկ, ովքեր այսօր բողոքեցին ու աշխատանքից ազատվեցին, հենց իրենք խոսում էին այդ սոցիալական անարդարության մասին, երբ որ աշխատավարձերի միջև կար այդպիսի մեծ ինտերվալներ եւ այդպիսի մեծ կտրվածքներ կար, խոսքը դրան էր վերաբերում, այսինքն երբ որ մեկը ստանում է շատ գումար, իսկ մյուսը շատ չնչին, սա նշանակում է, որ այդ կազմակերպությունում չկա սոցիալական անարդարություն։ Իհարկե խոսքը չի վերաբերում միայն այս կազմակերպությանը։ Եթե մենք այսօր շրջենք եւ մոնիտորինգ անենք Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունը, ապա կտեսնենք, որ մեծ ամասությունում հենց այդպես էլ կա։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարությունը շեղված է։ Եթե մենք խոսենք ընդհանրապես այդ սոցիալական արդարություն ասվածի մասին, ապա մենք կտեսնենք, որ մենք ունենք չափազանց հարուստներ եւ ունենք չափազանց աղքատներ, որտեղ է այդ դեպքում սոցիալական արդարությունը չունենք։ Միջին խավ որպես այդպեսին ձևավորած, չենք կարող սրա մասին խոսել։ Մի երկրում, որտեղ կա 23.7% աղքատություն, այսինքն չկա սոցիալական արդարություն։ Եվ մի երկրում, որտեղ ցույց է տրվում, որ ՀՆԱ-ի աննախադեպ աճ ունենք, բայց քաղաքացին իր վրա դա չի զգում, սա նշանակում է, որ չկա այդ սոցիալական արդարությունը։ Եթե մենք ՀՆԱ-ի աճը կամ տնտեսական աճ ենք արձանագրում, մենք պիտի տեսնենք, որ մարդիկ ավելի լավ են ապրում։ Իսկ մենք դա չենք տեսնում։ Ես ուզում եմ
հակառակ ինձ այն իմ ասածին, հա, չգա այն հարցը, որ բա այդ դեպքում ինչու ռեստորաններում տեղ չկա, բա այդ դեպքում ինչու սրճարաններում տեղ չկա եւ այլն, Երևանը եռում է եւ այլն եւ այլն։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետություն չի սկսվում եւ չի վերջանում Երևանով։ Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության գյուղերն են, այդ թվում Սյունիքի մարզը, այդ թվում կոմբինատի աշխատողները, որոնք չի ասի, որ այդպես շքեղ պայմաններում ապրում են։ Գուցե հա, գուցե շատերից լավ են ապրում, բայց դա անում են իրենց առողջության հաշվին։ Հաստատ Երևանի բնակիչների մի ստվար հատված չէր գնա այնտեղ աշխատել այդ պայմաններում։ Իհարկե, եւ երբ որ մենք խոսում ենք այդ կաֆեն սրճարանների կամ ռեստորանների լիքը լինելու մասին, ապա տեսեք, թե դրանցից քանի տոկոսն է այն սովորական աշխատավարձով ապրող զանգվածը։ Շատ քիչ են։ Նախ մի ստվար հատվածն էլ նույն զբոսաշրջիկներ են, որոնք Երևան են գալիս եւ իրեն ժամանակը էլ որտեղ պիտի անցկացնեն բնական է։ Եվ դրա մի մասը այն այսպես ասած հարուստ մասան է, որը այսպես թե այնպես այդ աշխատավարձի հույսով չէր եւ ինքը չի էլ մտածում միջին աշխատավարձը ինքը պետք է ստանա թե նվազագույն աշխատավարձ։ Բայց երբ որ մենք խոսում ենք այն մարդկանց ստվար հատվածի մասին, որոնք իրապես ցածր աշխատավարձ ստացող մարդիկ են, իհարկե նրանց հանդեպ դա սոցիալապես անարդար է։ Մենք այսօր դեռևս ունենք մարդիկ, որոնք Երևանի Արվարձանում տնակում են ապրում։ Ինչ որ, հա, չգիտեմ, երկաթե ինչ որ կտանակում են ապրում։ Մենք ամեն օր դա ամեն Կիրակի իմիջիայլոց ունենք հաղորդում, որը դրան անդրադառնում է։ Այսինքն, եթե մենք դեռևս այսպիսի վիճակում ապրող մարդիկ ունենք, մի երկրում, որտեղ ընդամենը 3 միլիոնին մոտ մարդ է ապրում, սա նշանակում է, որ մենք չունենք սոցիալական արդարություն, եւ այստեղ եւ քաղաքացիական հասարակությունը, եւ պետությունը, բոլորը այստեղ անելիք ունեն։ Եվ ցանկացած քաղաքացի այստեղ անելիք ունի, որովհետև քաղաքացիների պարագայում դա պիտի լինի պահանջ, քաղաքացիական հասարակության կողմից դա պիտի լինի պահանջ, այս իրավիճակը շտկելու, պետության կողմից պիտի լինեն համապատասխան քայլեր այս իրավիճակը շտկելու, որը եթե մենք դեռ այս վիճակում ենք, ուրեմն չեն կարել այս անկախության տարիներից սկսած մոտավորապես 30 տարի եւ ավել, մենք այս գործողությունը ուրեմն չենք կարողանում անել այնպես, որպեսզի չունենանք այս իրավիճակը։ Տիկին Մանասարյան, գաղտնիք չէ, որ կոմբինատի մեջ մասնաբաժին ունի նաև կառավարությունը եւ չի ստացվում, որ այս ապօրինի որոշումների պատասխանատուն հենց կառավարությունն է, ղեկավար Նիկոլ Փաշինյանը, քանի որ հենց երկրի ղեկավարն է փաստացի թույլ տալիս, որ նման ապօրինի որոշումներ կայացվեն, անօրինականություններ տեղի ունենան եւ խախտվեն սովորական աշխատակիցների իրավունքները։ Ես չէի ուզենա այդպես կտրուկ արգնահատական տալ մեղավորության առումը, որովհետև նախ կառավարության մասնաբաժինը ի տարբերություն այսօրվա գործատուի մասնաբաժնի կարելի ասել չնչին է եւ որոշումների կայացման փուլում կոնկրետ աշխատողների ընդունման, ազատման եւ այլնի փուլում հաստատ կառավարությունը չէ, որ մասնակցում է սրան եւ գործատուն իր ներկայացուցիչներով է դա անում։ Եվ ես չեմ կարծում, որ այստեղ նույնիսկ, չգիտեմ, պետք է գնալ եւ վարչապետն ասել, գիտեք, մենք այս մարդուն հանում ենք աշխատանքից, համաձայնեք թե ոչ։ Բնական է նման բան չի կարող լինել։ Չեմ կարծում, որ նման բան կլինի եւ ես չեմ էլ հավատում, որ այդ ներկայացուցիչը դրա մասով կխորանա եւ կգնա դրա այդ ճանապարհով, ինքը ավելի շատ այդ կոմբինատի տնտեսական հատվածով կհետաքրքրվի, որովհետեւ ինչպես ցանկացած մեծ կազմակերպություն, այնպես էլ այստեղ կան որոշակի գործատուի ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են մեկը այս հարցով, մյուսը այն, մյուսն էլ ասենք մարդկային ռեսուրսների կառավարման հարցով կամ աշխատողների կամ աշխատակազմի հարցերով։ Այնպես որ այս առումով ես իհարկե ես կարծում եմ, որ բնական է, որ սա այնպիսի կառույց է եւ այնպիսի գործողություններ կատարվեցին, որ դրա մասով բնական է կառավարությունը դրա իր իմացությունը կամ տեղեկացվածությամբ իհարկե հարուստ էր, բայց միևնույն է կարծում որ աշխատողների ընդունել ազատելու մասով կառավարությունը չէր, որ պետք է դրանով զբաղվեր։ Այլ հարց է, երբ մենք խոսում ենք ընդհանրապես մարդու իրավունքների խախտման մասով, այստեղ այո, կարծում եմ, որ երևի պետք է նաև այդ հնչեղությունը հասնի այդ թվում նաև պատկան մարմիններին, որոնք որ չի ասի, որ տենց կոնկրետ այս գործարանի մասով պատասխանատվություն, այլ ընդհանրապես բոլորիս
իրավունքների մասով պետությունը պատասխանատվություն է կրում եւ արձագանք պետք է որ լինի։ Իհարկե դրա համար կա դատական իշխանություն նաեւ, որը անկախ է համարվում, սահմանադրությամբ անկախ իշխանություն է եւ ճյուղերից մեկն է, հա, պետության կառավարման եւ այլն։ Այս մասով կարծում եմ, որ դատարանն է, որ պիտի համապատասխան պատասխան տա այս մեր խնդրին, լուծում տա այս խնդրին եւ հասկանանք, թե մենք այստեղ ուր ենք գնում։ Բնական է դատարանն էլ ունի իր, այսպես ասած, վերադասությունների կարգով բողոքարկման տարբերակները եւ ես չեմ կարծում, որ այս գործը շատ արագ կավարտվի։ Սա երկար կտևի եւ նայած թե ինչպիսին կլինեն տարբեր ատյանների դատարանների որոշումները եւ ինչպիսին կլինեն կողմերի պատրաստակամությունը ինչքան գնալ առաջ ամենայն դեպս եթե դա լինի այնպես որ աշխատողների մասով կլինի այնպիսի որոշումներ կամ այնպիսի վճիռ որ ի վնաս աշխատողի կլինի, աշխատողները կարծում եմ կգնան մինչև վերջ, որովհետև այստեղ մենք խոսում ենք մարդու հիմնարար իրավունքի խախտման մասին։ Նախկին աշխատակիցներից մեկը իմ զրուցակիցն էր, նշած, որ երբ որ օրինակ Նիկոլ Փաշինյանը կամ կառավարության անդամները այցելում են, իրենց ստանում են այսպես կոմբինատի ավելի մի քիչ լավ պայմաններով հատվածը, եթե մինչև այս միջադեպ, այս գործադուլը կառավարությունը չգիտեր, ենթադրենք չգիտեր պայմանների մասին, հիմա գիտի, ինչու չի բարելավում, որտեղ հենց նույն զրուցակիցը նշեց, որ այդ առողջության տեսանկյունից քաջարանում մարդիկ, այսպես ասած, շուտ են մահանում, նույնիսկ շատ քիչ մարդկանց կարելի է հանդիպել, ովքեր թոշակի շեմին են հասնում եւ հիմնական մասը հենց աշխատում այդ կոմբինատում։ Իրական քաջարան քաղաքում գրեթե բոլորն են աշխատում այդ կոմբինատում, չկա համարյա թե այդպիսի ընտանիք, որը այնտեղ գոնե մեկ աշխատող չունի, եւ այո, այստեղ մարդիկ ավելի շատ են հիվանդանում քաղցկեղով, բոլոր ատամների խնդիր ունեն գրեթե, ջուրը, օդը եւ այլն, այս բոլորը իհարկե մարդու առողջության վրա ազդում է, եւ այնպես ինչպես ցանկացած կազմակերպություն, երբ որ վարչապետը գնա, իրեն կտանեն ամենագեղեցիկ եւ ամենահարդարված տարածքը։ Բնական է չեն տանելու ցույց տանեն ամենավատ տեղը, որը որ կա, որտեղ որ մարդիկ ամենավատ աշխատանքն են օրինականում եւ կարծում եմ, որ այդ այնպես չի, որ այս կառավարությանն է այդպես, միշտ էլ այդպես է եղել։ Պայմանների առումով նկատի ունեմ, եթե ենթադրենք տեղյակ չէ։ Այսօր էլ որ վարչապետին տանեն, էլի այդտեղ չեն տանելու, էլի տանելու են ամենալավ հարդարված օդափոխվող ամենալավ տարածքը, մաքուր, որտեղ գուցե հանքափորը սպիտակ շորերով է։ Պարզ է, չէ, որ չեն տանելու իրեն այդպիսի տեղ ցույց տան, որտեղ վատ է պայմանները, բայց ամեն դեպքում այստեղ շատ կարևոր մի բան ունենք, նախ վարչապետը չէ, որ պիտի հսկի այդ բոլորը, դա իր գործառույթը չէ, դրա համար պետությունը ունի համապատասխան գերատեսչություններ, համապատասխան կառույցներ, ով ասաց, որ վարչապետը պիտի գնա տեսնի օդափոխություն կա թե ոչ, դա իր գործը չի, իր գործն այլ է, այստեղ խնդիրը օրինակ տվյալ պարագայում աշխատանքի առողջության անվտանգության եւ աշխատանքային իրավունքների աշխատանքային օրենսդրության համապատասխանության իրականացման մասով մենք ունենք աշխատանքի տեսչական մարմին, առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին, որը պետության կառույցն է, նույն ասենք վարչապետի կառավարությանն առընթեր կառույց է հատկապես եւ այստեղ մի շատ կարեւոր բան կա նույնիսկ եթե տեսչական մարմինը ուզենա գնալ այնտեղ ստուգումներ անցկացնել ինքը դրա իրավունքն ուղղակի չունի ինչու չունի որովհետեւ օրենսդրությամբ այդ լիազորությունը չունի որ ցանկացած ժամանակ կկարողանա գնալ ցանկացած կազմակերպություն մտնել եւ ստուգել Այստեղից է գալիս խնդիրը, որ տեսչական մարմինը մինչև գրավոր բողոք չստանա, կամ մինչև որ այդ տվյալ կազմակերպությունում դժբախտ դեպք չլինի, ինքը չի կարող ինքնուրույն գնալ եւ վարույթ հարուցել ու գործողություններ անել։ Այսինքն մենք այստեղ օրենսդրության խնդիր ունենք, որի մասին Արմատների կոնֆեդերացիան անընդհատ բարձրացնում է։ Անձնապես ես ամեն անգամ դրա մասին ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը այս իմաստով չի համապատասխանում աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 81 կոնվենցիայի պահանջներին, որը մեզ կողմից վավերացված է, այսինքն մեզ համար պարտադիր կատարման կոնվենցիա է։ Բայց մենք մեր այս միջազգային պարտավորությունը փաստորեն չենք կարողանում անել։ Եվ այս խնդիրը անընդհատ կա, եւ տեսչական մարմին ինչքան էլ ուզենա, ինքը ուղղակի չի կարող գնալ։
Լավ, ասենք թե եղավ խնդիր, ինքը դա հետագայում արդեն եթե ուզենա գնալ այդտեղ ստուգման, ինքը պիտի դա իր պլանի մեջ ներառի, որը բնականաբար բաց է, այդ պլանը ներառելուց հետո ինքը պիտի ծանուցի 3 օր առաջ գործատուին, ասի գիտես գործատու, ես գալիս եմ քեզ մոտ ստուգման, գործատուն ինչ պիտի անի այդ 3 օր բնականաբար ամեն ինչ պիտի անի, որ լինի իդեալական եւ տեսու չէ որտեղ կգնա ինքը ոչինչ չի բացահայտի ուղակի լավագույն դեպքում մի քանի բան գուցե ինչը թերացած լինի գործատուն 3 օրում սարկած ուղած չլինի այսինքն այստեղ մենք մի կողմից ստեղծել ենք այդ գերատեսչությունը եւ ասում ենք որ այս գերատեսչությունն է պետության կողմից ստեղծված որը պիտի գնա այս բոլորն անի մյուս կողմից իր ձեռքերը կապել ենք ասում ենք ոնց ուզում ես արա Հետո էլ բողոքում ենք, որ տեսչական մարմինը թերանում է, չէ, չի թերանում տեսչական մարմինը, ինքը չի էլ կարող անել, որ մի բան էլ մենք գնահատենք, թերացավ, թե չթերացավ։ Այսինքն չենք տվել այդ լիազորությունը, այդ իրավունքը չկա օրենսդրության, որ տեսչությունը կարողանա ցանկացած օր, ցանկացած ժամի կարողանա գնալ եւ մտնել տվյալ կազմակերպություն, ցանկացած կազմակերպություն եւ անել իր ստուգումը։ Այսինքն այստեղ մենք օրենսդրական բաց ունենք, որը անընդհատ ասում ենք, որ պիտի այս օրենսդրական բացը լրացվի, ուղղվի, փոխվի, որպեսզի տեսչական մարմինը ունենա այդ լիազորությունը։ Հիմա դառնանք մյուսին, եթե սա պետական հսկողության մասին էր, ապա ոչ պետական հսկողության մասով տրված է արմիություններին։ Ամենտեղ չէ, որ արմիություն կա։ Կոնկրետ այս պարագայում իհարկե կա արմիություն, որը այս ընթացքում անընդհատ ինչ որ աշխատողների բողոքները բարձրացնում էր, բայց դրանք վարձորցակապես տեղ չէին հասնում, եւ սա էր պատճառը, որ աշխատողները պարզապես այս ցասումը եղավ իրենց մոտ, որ միևնույն է ոչինչ չի փոխվում։ Այսինքն արմիությանն էլ տվել ենք այդ ոչ պետական վերահսկողություն, բայց էլի լծակ չենք տվել։ Առաջարկեց, չի անում գործատուն, ինչ պիտի անենք։ Գալիս են գործադուլին, դա է, միակ ելքը, աշխատանքային օրենսգիրքը դա է նախատեսել եւ ընդհանրապես մարդկության պատմությունը դա է նախատեսել, որ եթե ոչ պետական վերահսկողությունը չի կարողանում հասնել արդյունքի, այսինքն արմիությունը ասեց ու չեղավ, անընդհատ ասվեց, չեղավ, անընդհատ ասվեց, չեղավ, առաջանում է կոլեկտիվ վեճ։ Կոլեկտիվ վեճի արդյունքը գործադուլն է։ Ուրիշ տարբերակ ուղղակի աշխարհը դեռ չի ստեղծել ու կարծում եմ չի ստեղծելու մոտ ապագայում, որտեվ դա ապացուցված է, որ աշխատող բան է։ Տարբերակ։ Այո։ Ամեն դեպքում, երբ որ ես ասում եմ, որ ես համարում եմ, որ սա հաջողված բան էր, ակցիա էր, անկախ իր ելքից այս պահին 8 հոգու համար, բայց գոնե այն 4000-ի համար ինքը հաջողված էր, այն առումով, որ այսօր գործատուն գնում է աշխատողների հետ հանդիպման, որոշակի գործողություններ են իրականացվում, ճիշտ է, աշխատողները էլի բողոքում են, էլի անդադ ինձ զանգում են, ասում որ Տիկին Մանսեյանի այն խոստումները չեն կատարում, էլի նորից վատ է վիճակը, աշխատավարձերը էլի, ասենք, բան կա, այդ ճեղքվածքը մեծ է աշխատավարձերի եւ այլն, բայց այն որ գործատուն իրենց հետ հանդիպում է, գոնե լսում է աշխատողներին, սա արդեն կարծում եմ որոշակի չափով հաղթանակ է այն առումով եւ սա աշխատողների հաղթանակը չէ, ես ձեզ ասեմ, սա երկուսի հաղթանակն է, եւ գործատուի եւ աշխատողների, որովհետեւ լավ է որ գործատուն ինքը տեսնում է ինչ է կատարվում Ինքը ներսում տեսնում է ինչ է կատարում։ Այ դուք ասում եք վարչապետին տանում են ցույց են տալիս լավ տեղերը, վատ տեղերը չեն ցույց տալիս, բայց ինքը գնում է, չէ՞ որ տեսնի այդ լավ տեղը, անկախ ամեն ինչից։ Այստեղ էլ այդ գործատուն է այդ կազմակերպության վարչապետը, ինքը պիտի գնա ու տեսնի ամեն սենյակում ինչ է կատարվում։ Այսինքն թեպետ ինքն էլ ունի որոշակի ինչ-որ հաստիկներ, որոնք դրանով պիտի զբաղվեն։ Բայց երբ որ խնդիրը գալիս է հասնում է նրան, որ խնդիր կա ու մենք չենք տեսնում այդ լուծման ճանապարհը կամ եթե ես ունեմ այդ գերատեսչությունները եւ խնդիրներ կան միևնույն, ուրեմն պիտի ուզեմ չուզեմ այդ առաջին դեմքը տվյալ կազմակերպության պիտի խառնեմ, որ հասկանա ինչը այնպես չի իրականացվում, որ էլի բողոքներ կան, էլի խնդիր կա։ Եվ այս մարդկանց ուզածը ընդհանրապես այդ բանակցությունների եւ երկխոսելու ուզած բաններ, հա, պահանջներ։ Այդ մարդիկ ընդհանրապես ուզում էին երկխոսել գործատուի հետ, հասկանալ, հասկացնել իրենց պահանջները, իրենց բերանից լսացնել, որովհետև փաստը ցույց տվեց, որ այստեղ խնդիր ունենք, երկխոսելու խնդիր ունենք։ Գործատուն ականջալուր չէր լինում ուղղակի աշխատողների ձայնին կամ արմիության բարձրացած խնդիրներին ականջալուր չէին լինում։ Ես չեմ կարող ասել, որ հիմա իդեալական է։ Բնական է, այդ իդեալականը երբեք չի լինելու։ Չկա այդպիսի կազմակերպություն, նույնիսկ ամենալավ
աշխարհում, չգիտեմ, աշխատող կազմակերպությունը չի կարող լինել իդեալական աշխատանքային իրավահարաբերություններ կամ առողջ անվտանգ պայմանները լինեն իդեալական։ Աշխարհի բոլոր երկրներում էլ, բոլոր կազմակերպություններում էլ կարող են լինել դժբախտ պատահարներ աշխատանքի վայրում, այդ թվում մահվան դեպքով։ Բայց ընդհանրապես ոչինչ չանելու եւ քայլեր ձեռնարկելու միջեւ բազմաթիվ տարբերություններ կան։ Եթե օրինակ մի քիչ վիճակագրություն ունենանք, ապա մենք կտեսնենք, որ ամեն դեպքում հանքարդյունաբերության ոլորտում ավելի շատ են պահպանվում անվտանգության նորմերը, քան օրինակ շինարարության բնագավառում, որտեղ ավելի շատ են մահվան ելքով դեպքերը տարվա ընթացքում, քան հանքարդյունաբերության դեպքում։ Սա ինչի արդյունքն է։ Սա արդյունքն է այն բանի, որ օրինակ հանքարդյունաբերության ոլորտում փառք Աստծո կան անվտանգության այնպիսի ինժեներներ, որոնք իրենց աշխատանքի ջատագովն են եւ ամեն ինչ անում են, որպեսզի նման խնդիրներ չառաջանան։ Շինարարության ոլորտում ամբողջությամբ բարձի թողի վիճակ է։ Հազվադեպ շինարարական կազմակերպություններ կան, որոնք ունեն անվտանգության ինժեներներ եւ ուզում են այնտեղ կարգու կանոն հաստատել։ Բայց սա չի նշանակում, եթե համեմատության մեջ նայել ենք հանքարդյունաբերության վիճակը ավելի լավ է, ուրեմն այնտեղ ամեն ինչ լավ է։ Իհարկե ոչ։ Սա համեմատության մեջ է, բայց ես չեմ ուզում, որ մենք համեմատենք վատի ու վատագույնի մեջ։ Մենք պետք է համեմատվենք ավելի լավի հետ։ Ես չեմ ուզում մենք այսօր համեմատվենք օրինակ այնպիսի երկրի հետ, որտեղ հարկադիր աշխատանքի բարձր մակարդակ կա, որտեղ ընդհանրապես աշխատավարձը, ասենք, այնքան քիչ է, որ մարդուն ոչ մի բանի չի հերիքում։ Մենք պետք է որոշել ենք գնալ Եվրամիություն ենք գնում եւ այլն, եվրոպական երկրների հետ եկեք համեմատվենք։ Ինչ ենք համեմատվում միջինասիական երկրների հետ կներեք։ Այսինքն այս տարբերությունը բա մեր որտեղ է։ Երբ որ ես խոսում եմ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին, ինձ հակառակ կողմը ասում է, բա Վրաստանում $6 է նվազագույն աշխատավարձը։ Ներողություն։ Ֆրանսիայում էլ շատ ավելին է։ Մենք ում հետ ենք համեմատվում։ Եվ եկեք մի բան հասկանանք, Վրաստանում քանի մարդ է աշխատում այդ նվազագույն աշխատավարձով։ 0 մարդ։ Հայաստանում քանի մարդ է աշխատում։ Պեկի պաշտոնական, մեր հարցմանը պատասխանի համաձայն 75-ից 100,000 դրամ Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձ ստացող կա 60,000 մարդ։ Այսինքն 60,000 մարդ աղքատ է, աշխատող աղքատ, որովհետև ինքը այդ գումարով չի կարողանալու ապրել այսօրվա պայմաններում, այսօրվա գնաճի պայմաններում։ Եվ այնպես որ երբ որ կոնկրետ պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատողները բարձրացնում են այս հարցի մասին, սա բոլորին է վերաբերում։ Սա չի վերաբերում միայն կոմբինատի աշխատողի աշխատավարձին։ Սա ընդհանրապես բոլորին է վերաբերում։ Եվ այն մարդիկ, որոնք այսօր բողոքել են, իրանք բոլորովին էլ նվազագույն աշխատավարձ ստացողը չէին։ Իրենք խոսում էին մյուսների մասին։ Իրենք խոսում էին այդ սոցիալական արդարության մասին։ Եվ սոցիալական արդարության մասին խոսելու պայքարելու արդյունքում ունեցան ոտնահարված իրավունքներ։ Իհարկե էլի եմ ասում, դատական կարգով վիճարկվում են այդ իրավունքների ոտնահարումը եւ այլն, բայց դա process է, որը բնական է Հայաստանի դեպքում հատկապես երկար կտևի եւ այլն, եւ եթե մենք որոշել ենք այս մարդկանց հիմա էլ այսպեսի չոր իրավիճակ ստեղծվել իրենց շուրջը, որ գործատուն նման պահանջ է ներկայացնում, այսինքն ինչ են ուզում, տնտեսապես ոչնչացնել այս մարդկանց։ Ավելի վատ վիճակի մեջ Իհարկե, տնտեսապես ոչնչացնել այս մարդկանց եւ դա ցույց տալ, ինչպես ասում են ժողովրդական լեզվով, դաս լինի մյուսներին, դա չի կարող լինել, դա ավելի վատ է։ Դա ավելի վատ է։ Մենք ում ենք պատժում, մարդուն, որը քեզ համար բարիք է ստեղծում։ Ինչի մասին է խոսքը։ Տիկին Մանասարյան, նշեցիք, որ արդեն խոսեցինք դատական գործընթացից, որպես Արմիությունների կոնֆեդերացիայի նախագահ։ Ինչ եք պատրաստվում անել այս 8 հոգու եւ ինչու՞ չէ նաեւ մյուս աշխատակիցների ոտնահարված իրավունքները վերականգնելու համար։ Նախ ասեմ, որ կոնֆեդերացիան չէ, որ հենց անմիջական պիտի այդ հարցով գործատուի հետ բանակցի, որովհետև իրենք ներսում արմիություն ունեն, իրենք ճյուղային միություն ունեն, կոնֆեդերացիան հանրապետական մակարդակ է եւ ինքը գործատուի հետ չի բանակցի այս հարցում։ Կոնֆեդերացիայի գործընկերը այս պարագայում պետություն, կառավարությունն է եւ այս առումով բնական է աշխատանքներ կլինեն։ Բայց ինչ վերաբերում է կոնկրետ 8 հոգուն, բնական է կոնֆեդերացիան կօգնի նրանց դատական այս փուլի ընթացքում, թե խորհրդատվություններ, իհարկե իրենց ցանկությամբ, եթե իրենք կուզենան։ Մենք որևէ պարագայում աշխատողի իրավունքը չենք կարող պաշտպանել կամ ներկայացնել, եթե ինքը դա չի ուզում։
Բայց եթե իրենք կուզենան, իհարկե, մենք կապի մեջ ենք իրենց հետ լինում, նաև խորհրդատվության կամ մտքերով կիսվելու մասով, բնական է կոնֆեդերացիան իրենց կօգնի, թե խորհրդատվությունների մասով իրավաբանական խորհրդատվությունների մասով, թե հետագայում, եթե իրենց փաստաբանի ծառայության ուրեմն աջակցություն պետք կլինի, իհարկե կոնֆեդերացիան աշխատողների կողքին կլինի։ Ինչ վերաբերում է հանրապետական մակարդակում, ապա այսօր մենք ունենք արդեն շրջանառած հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը, որը ես հույս ունեմ, որ պիտի ստորագրվի անկախ ամեն ինչից, որովհետև նախ այդ հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը ինքը կարևոր փաստաթուղթ է բոլոր 3 կողմերի համար, թե կառավարության, թե աշխատողների ներկայացուցիչների եւ թե գործատուի ներկայացուցիչների։ Այսինքն տվյալ պարագայում գործատուների հանրապետական միության եւ Հայաստանի Արհամարհությունների կոնֆեդերացիա եւ հայ կառավարության միջև պիտի լինի եւ ես կարծում եմ որ ցանկացած պետության համար կարեւորը իր քաղաքացու բարօրությունը եւ այս փաստաթուղթը հենց դրա մասին է ինքը չի լինելու բնական է միայն հանքարդյունաբերության ոլորտի համար ինքը լինելու է բոլորի համար եւ այս պայմանագրի կնքումից հետո երբ կձևավորվի եռակողմ հանձնաժողով իսկ դա շատ արագ կլինի կարեւորը կնքելն է այլևս այս հանձնաժողովն է, որը պիտի զբաղվի նման խնդիրներով եւ որը որ պիտի կառավարությանը ներկայացնի այն բոլոր խնդիրները, որոնք առկա են եւ դրա լուծման ուղիները։ Օրինակ օրենսդրական փոփոխությունների մասով կամ վարքագծի կանոններ փոխելու մասով, մշակույթ ձևավորելու իմաստով։ Կոնֆեդերացիայի լիազորությունը այստեղ է։ Ես հասկանում եմ ինչու եք դուք հիմա ինձ հետ հարցը տալիս, որովհետև ես եղել եմ Քաջարանի պղնձամոլիբդենային կաուդմիրատում հենց այդ օրերին եւ ինքս բանակցող եմ եղել եւ այլն, բայց սա ուղղակի այդ ծայրահեղ վիճակն է, որովհետև այլևս հնարավոր չէ լուծել խնդիրը։ Դա էր պատճառը, որ կոնֆեդերացիան իդեմս ինձ եւ իմ տեղակալի եղել ենք այդ օրերին այնտեղ եւ փորձել ենք մենք էլ բանակցել գործատուի հետ ներկայացնել աշխատողների ուրեմն օրակարգը, խնդիրները եւ այլն։ Եվ Փառք Աստծո իհարկե որ ինչ որ չափով ինչ որ լուծումներ եղան, որպեսզի աշխատողները վերադառնային աշխատանքի եւ գործատուն էլ ինչ որ արդեն ասացի, հայ իրավիճակն է, բայց միևնույն է սա բավարար չէ։ Սա բավարար չէ եւ քանի որ դա բավարար չէ, մենք խնդիր ունենք դեռևս։ Խնդիր ունենք թե առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու, թե աշխատավարձերի արդարացի բաշխման Այս բոլորի մասով մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու եւ խնդիրներ կան։ Ես հասկանում եմ, որ գործատուն երբ լավ է զգում իրեն, ինքը չի հետաքրքրվում, թե ինչպես է աշխատող, այնպես ինչպես ասում ենք կուշտ ինչ գիտի սովածի հալը։ Բայց միշտ ես բոլոր գործատուներին եմ միշտ հորդորում, որ աշխատողն այն մարդն է, որը ձեզ համար բարիք է ստեղծում, ու ստեղծում է պայմաններ, որպեսզի դուք միշտ կուշտ լինեք։ Այդ դեպքում մի կտրեք այն ձեռքը, որը ձեզ կերակրում է։ Սա երկուստեք պիտի լինի, թե աշխատողի տեսանկյունից, թե գործատուի։ Իհարկե, մենք ունենք նաև անպատասխանատու աշխատողներ, ունենք նաև կարգազանց աշխատողներ, սա էլ է լինում։ Ով ասաց, որ ես աշխատողների ներկայացուցիչ եմ, ու չպիտի ասեմ սրա մասին, պետք է օբյեկտիվ լինել։ Բայց դա չի նշանակում, որ պիտի թացը չորին խառնենք ու բոլոր աշխատողներին վերաբերվենք վատ, ասենք վատն են, չգիտեմ, ունակություններ չունեն, հմտություններ չունեն, այդ գործատուն դու ես, վերապրոֆիլավորի կամ վերապատրաստի ես մարդուն, որ ինքը ունենա։ Այսօրվա ձեր բուհը չի տալիս այդպիսի մասնագետ, որին դուք ուզում եք։ Չեք տալիս։ Այսօրվա մեր բուհը չի տալիս այնպիսի մասնագետի, որը պրակտիկ պիտի կարողանա լինել գործատուի համար այդ պահանջվածը։ Ինքը կունենա հրաշալի տեսական գիտելիքներով մասնագետ, որը չունի պրակտիկ փորձ։ Հիմա մենք բերեցինք այդ մարդուն, տվեցինք գործատուին, գործատուն ասում է ինքը այն չի, ինչ որ ես եմ ուզում։ Որտեղից պիտի լիներ այն, ինչ որ դու ես ուզում, եթե ինքը չի եղել օրինակ այդ տվյալ կազմակերպության ներսում ու չգիտի հաստոցը ոնց պիտի աշխատի։ Այսինքն այստեղ բոլորս անելիք ունենք եւ երբ ասում եմ ես որ պետությունն էլ, արհամարհություններն էլ, գործատուներն էլ անելիք ունեն, խոսքս հենց սրան է վերաբերում, որ բոլորս այստեղ անելիք ունենք։ Չի կարելի ասել որ արհամարհությունը մեղավոր է կամ չգիտեմ գործատուն մեղավոր է կամ պետությունը մեղավոր է, չէ։ Ով այսպես ասեմ, հա, նման խնդիր է տեսնում, ասում է արհամարհությունները կայացած չեն, դրա համար այդպես է։ Իսկ ինչ է կարել որ կայանան։ Իսկ այն մարդը ով ասում է, որ արհամարհությունը կայացած է, ինքը արդյոք արհամարհության անդամ է։
Ոչ, ինքս չգիտի թե արմությունից սկզբունքներ ունի։ Այսինքն շատ հեշտ է բողոքել ու ասել, որ վատ է, բայց ես ինչ եմ արել, որ լավացնեմ։ Այսինքն բոլորս անելիք ունենք, խնդիրը համակարգային է։ Սա մենք միայն վերևում ենք տեսնում ինչ է կատարվում։ Պետք է խորանալ, տեսնել ներսից, ցանկացած բան ներսից է փտում։ Պետք է հասկանալ այդ ներսում ինչ է կատարվում, որ վերևում մենք տեսել ենք այդ բորբոսը։ Եվ ես այսօր ուղղակի ասել, որ իրավունքը ոտնահարվել է, որտեղ գործադուլի են մասնակցել, սա շատ քիչ է։ Չէ, իրավունքը ոտնահարվել է, որովհետև այս մարդիկ պահանջել են սոցիալական արդարություն, որը խորը արմատներ ունի։ Այդ չարդարությունը խորը արմատներ ունի մեզանում։ Եվ սա միայն աշխատանքային իրավահարաբերություններում չէ։ Սա ամեն տեղ է մեզանում։ Մեր հասարակության մեջ ամեն տեղ է, մենք այսօր շատ հիվանդ հասարակություն ունենք ցավոք սրտի, որին հետաքրքրում են ոչ թե աշխատանքային իրավահարաբերությունները, ոչ թե սոցիալական-տնտեսական իրավունքները, այլ շատ հետաքրքրում են բամբասանքները, տգեղ խոսույթը, որը համեմված է շատ վատ բառապաշարով։ Ու վատ է, որ մենք այսպեսի հասարակություն ենք դարձել կամ չգիտեմ, ինչի ենք այդ սրանով ավելի շատ հետաքրքրվում։ Չեմ կարող ասել, ու ես չեմ ասի, որ սա միայն մեզ է վերաբերում, բայց քանի որ մենք Հայաստանի մասն ենք խոսում, ինձ համար եւ ինձ համար ավելի ցավ է Հայաստանի հասարակություն, ինձ հետաքրքիր չէ շատ, ասենք, չգիտեմ, այլ երկրում ինչքան վատ է վիճակը կամ ինչքան լավ է, ինձ հետաքրքիր է իմ հասարակությունը, որովհետեւ ես այս հասարակության պիտի սերունդ թողնեմ։ Եվ երբ որ մենք մտածում ենք մեր պետության բարօրության մասին, այս նշանակում է մենք մեր երեխաների մասին ենք մտածում։ Եվ եթե չենք մտածում պետության լավարկման, մեր իրավունքների իրականացման, սոցիալական արդարության մասին, այսինքն մենք չենք սիրում մեր երեխաներին, որտեղ ինչ ժառանգություն ենք թողնում։ Սա է կարևոր։ Եվ մենք մի հատ կազմակերպությունից, թեկուզ Հայաստանի համար մեծ, բայց փոքրիկ կազմակերպությունից, մենք բերում ենք հասցում տեսեք ուր, որովհետև ստեղ է արմատը։ Բջիջներն էստեղ են, աշխարհում մանրուքներ չկան։ Ամեն ինչ այդ փոքրիկ ատոմներից են գոյանում, դառնում մոլեկուլներ, հետո նյութեր։ Ուրեմն եթե մենք ուզում ենք ունենալ իրապես նյութեր, որոնք մեզ համար պիտի բարիք լինեն, մեր երեխաների համար պիտի բարիք լինեն, այդ ատոմներից պիտի սկսենք։ Իսկ մենք ինչ ենք անում։ Ատոմները զտում ենք, մաքրում ենք, մարդկանց ճնշում ենք, հետո ասում ենք, որ լավը չեն։ Չէ, իրենք շատ լավն են։ Դուք թողել եք, որ իրենք աճեն։ Ծառը տնկել եք, ջրել եք։ Չէ, տեսչական մարմին եք ստեղծել, ջրում եք այդ մարմինը, չեք ջրում։ Արմություններ ունենք, դուք չեք ստեղծել։ Դրանք ինքնաբուխ են ստեղծում, բայց ինչ եք անում։ Խեղդում եք արմություններին։ Բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծում արմությունների աշխատանքի համար։ Միջամտում են արմությունների աշխատանքին, որպեսզի թույլ չտան, որ աշխատողը կարողանա իր իրավունքը, իր ձայնը բարձրացնել։ Իսկ դա միակարդակն է, որտեղ աշխատողը իրավունք ունի իր ձայնը բարձրացնելու օրինական ճանապարհով։ Իսկ ինչ են անում։ Աշխատողին ճնշում են, ստիպում են արմությունից դուրս գալ, որպեսզի ինքը ուղղակի չունենա այդ միասնականությունն ու համերաշխությունը։ Իսկ մենակ մարդուն շատ հեշտ է կոտրել։ Անպաշտպան։ Իհարկե։ Շնորհակալ եմ Տիկին Մանասարյան հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Հայաստանի արմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասարյանը։ Կհանդիպենք։